Կրակը քո սրտում, Սեմի Թիփիթ, գլուխ 3, աղոթքի գաղտնիքը։ Մի երիտասարդ անծանոթ մի վայր էր հրավիրվել։ Նա քարոզելու սովորություն չուներ, սակայն գիտեր, թե ինչպես Աստծով հաղթական լինի։ Մի օր ընկերոջ մոտ գնալով նա ասում է. «Ես հատուկ տաղանդ չունեմ և չեմ էլ պատկերացնում, թե Աստված ինչպես է գործածելու ինձ իր այգում։ Եղբայրս Աստծո դաշտում աղոթող մարդիկ են պետք, այժմ քարոզողները շատ են, բայց աղոթողները քիչ», ասում է ընկերն ու հեռանում։ Վաղ արշալույսին տղայի սենյակից հոգիների համար լացով, աղերսող ձայն է լսվում։ Փակ դռների հետևի ամբողջ օրվա հաղթական պաղատանքը թեթևությամբ ընթանալու զգացումով էր համակել նրան, որովհետև դա Աստծո հետ հոգևոր գոտեմարտ էր։ Եվ անդիմադրելի զորությունից դրդված, քաղցած հոգիները հավաքվելու էին այդ տան մեջ։ Այո, բացահայտվել էր խորհուրդը։ Այդ գաղտնի սենյակում բարեխոսություն և պաղատանք էր արվել այդ նույն կորած հոգիների համար։ Պարզապես Սուրբ Հոգին գիտեր նրանց ուր լինելը և առաջնորդել էր։ Հադսոն Թեյլոր։ Կանչիր ինձ, և ես պատասխան կտամ քեզ, կպատմեմ քեզ մեծամեծ ու զորավոր բաների մասին, որ դու չգիտես։ Երեմիա 33:3։ Ավետարանչական 10 տարվա նվիրված ծառայությունից հետո միայն սկսեցի մտածել կյանքումս առկա ավելի մեծ կարիքի մասին։ 30 տարից դեռ չէր բոլորել, արդեն 4 գրքի հեղինակ էի և ամսագրերի, թերթերի բազմաթիվ հոդվածներ իմ մասին էին գրում։ Կարծես ինձ ավետարանչի մեծ ապագա էր սպասվում։ Սակայն գիտեմ բազում ավետարանիչների, որոնք փայլատակող աստղի նման սրընթաց վեր են խոյացել, բայց նույն արագությամբ էլ անհետացել են։ Բնավ չէի ցանկանա այդպիսի մեկը լինել։ Մտահոգվում էի, քանի որ ծառայությունս ավելի արագ էր աճում, քան հոգևոր կյանքս։ Հասկացա, որ Աստված ինձ սիրում է և ուզում, որ իր որդու պատկերին կերպարանակից լինեմ։ Թեպետ դժվար է, բայց պետք է խոստովանեմ, որ ծառայությանս ընթացքում աճս գրեթե կանգ էր առել։ 1977 թվականի ամռանը երիտասարդների մի խմբի առաջնորդեցի Եվրոպա՝ վկայելու և քարոզելու։ Հետո ընտանիքով մեկ շաբաթով վրան դրեցինք Գերմանիայի Մոզել գետի ափին։ Հրաշալի էր կնոջս Թեքսի, որդուս Դեյվի և աղջկաս Ռենիի հետ հանգստանալը։ Այդ ընթացքում ես և կինս մեր խորը զգացումներն իրար հետ կիսելու հնարավորություն ունեցանք։ Աստված խոսում էր ինձ հետ։ Դեռ նոր էի կարդացել Դեյվիդ Բրեյներդի «Կյանքն ու հուշերը» գիրքը։ Ես բոլորովին նման չէի Աստծո այդ խոնարհ ծառային։ Ներքուս շատ մեծ հպարտություն էի ապրում և անտեղյակ էի Բրեյներդի փորձառած աղոթքի կյանքի խորությանը։ Թեքս, ասացի, ուզում եմ ինձ չճանաչող մի փոքրիկ քաղաքի եկեղեցու հովիվ լինել, որպեսզի ժամանակ գտնեմ Աստծո հետ ընթացքս խորապես զարգացնելու համար։ Աղոթքով մեր կյանքերն Աստծո տնօրինությանը հանձնեցինք։ Հենց այդ տարի հրավիրվեցի Արևմտյան Գերմանիայի Հախենի օդային բազայի մոտ գտնվող մի եկեղեցում հովվելու։ Եկեղեցին հիմնադրվել էր հիմնականում Գերմանիայում գտնվող ամերիկյան զինվորական անձնակազմի համար։ Դա մի հեռավոր տեղ էր և գերմաներեն նշանակում էր ճուտիկ։ Փաստորեն ես դարձա ճուտիկ եկեղեցու հովիվը։ 3 տարվա ընթացքում կյանքիս մեջ փորձառեցի Սուրբ Հոգու հսկայական ներգործությունը։ Վայելեցի ինձ համար ամենաքաղցր ընկերակցությունները և հայտնաբերեցի ամենակարևորը՝ հովությանս ընթացքում Աստծո ներգործությունը։ Ես փորձառեցի Աստծո մտերմությունը։ Ոմանք չեն ընկալում ավետարանչական նկրտումներս մի կողմ թողնելով փոքրիկ համայնքում հովվի պաշտոն ստանձնելս։ Բայց այդ ժամանակվա փորձառություններս անփոխարինելի էին ինձ համար։ Աստված շատ բաներ ուներ ինձ սովորեցնելու։ Առաջին ուսուցումն աղոթքին էր վերաբերում։
Նա սովորեցրեց, որ հավիտենական արժեք ունեցող ամեն մի հաղթություն աղոթքով է ձեռք բերվում։ Մի կիրակի օր հայտարարեցի, որ ամեն երեքշաբթի առավոտյան ժամը 6-ին մտերմիկ հարաբերության փափագ ունեցող մարդկանց մի խումբ հանդիպում է ունենալու Աստծո հետ։ Սկզբում մոտավորապես 12 հոգի էինք, հետո դարձան գրեթե 20։ Նրանց ասացի, որ եթե անգամ ոչինչ էլ չսովորենք, գոնե արդյունավետ աղոթել կսովորենք։ Երբ հիշում եմ այդ հանդիպումները, աչքերս խոնավանում են, որովհետև այդ հանդիպումների ընթացքում մեզ էր հայտնվում բարի և ահարկու Աստվածը։ Աղոթքի խմբեր էին ձևավորվել և մեզանից յուրաքանչյուրն սկսել էր Աստծո հետ առանձնանալը կատարելագործել։ Որքան շատ էինք առաջ դիմում աղոթքի մեջ, այնքան տեսնում էինք Աստծո մատակարարումն ու զորությունը։ Սկսել էինք սովորել Հոր հետ հարաբերվել և ուզում էինք մարդկանց հետ հարաբերվելն էլ սովորել։ Մարդկանց սովորեցրի իրենց ներանձնական կյանքում Աստծո կատարածը վկայությամբ բաժնեկցելու։ 4 քայլ պարունակող մի պարզ ուրվագիծ։ Նրանք այդ բանում վարժվում էին իրենց կանանց վկայելով։ Հաջորդ երեքշաբթի օրը սովորեցինք Քրիստոսին չճանաչող մարդկանց վկայելու պատեհություն ընձեռնվելու համար։ Այդ առավոտ ինձ զանգահարեց բարձր պաշտոն ունեցող մի փաստաբան Քեն Լիբուրգը, որը մեր խմբից էր և ուզում էր, որ Հիսուսի մասին պատմեմ իրենց բազայում, ուր օրենքի հետ կապված խնդիրներ ունեցող ամեն ոք պետք է դիմեր Քենին։ Սեմ, կարող ես 10:30-ին լինել իմ աշխատասենյակում, շատ կարևոր է դա։ Տեղ հասնելով տեսա Քենի առջև նստած մի մարդու, որը հարբեցող էր և զինվորների կողմից ամբաստանվում էր ալկոհոլի հետ կապված խնդիրների պատճառով։ Քենն այդ մարդու հետ խոսակցելուց հետո հարցրեց. «Հարբեցողությանդ խնդիրների լուծումը գտել ես»։ «Ես ամեն բան փորձել եմ, բայց ոչ մի օգուտ», պատասխանեց նա։ Քենը վերցրեց իր 4 կետանի ուրվագիծը և ասաց. «Սա պաշտոնական չէ և կարող ես ցանկացած ժամանակ ընդհատել ինձ։ Ապա լսիր կյանքիս մեջ կատարվածի պատմությունը»։ Ի զարմանս Քենի, երբ որ նա վերջացրեց, մարդը պատասխանեց. «Ահա թե ինչն էր որոնածս, ես ուզում եմ Քրիստոսին ընդունել»։ Մենք միասին աղոթեցինք և նա իր սիրտը Հիսուսին հանձնեց։ Հետո Քենն ինձ ասաց. «Մեզ չես ասել, թե ինչ ենք անելու, եթե մեկն ուզի Քրիստոսին իր սրտի մեջ հրավիրել»։ Մտքովս չէր անցնում, թե Աստված այսքան շուտ կպատասխանի աղոթքիս։ Հետագայում հիշելով այս պատմությունը լիաթոք ծիծաղել ենք։ Նորադարձ Հեծելավաշտի հրամանատարը շատ էր տպավորվել և հարցրեց, թե կարող է ուրիշներին էլ ուղարկել Քենի մոտ։ Հաջորդ կիրակի եկեղեցում 6 նոր ընտանիք էր ավելացել և այդ բոլորը Քենի վկայության միջոցով։ Երեքշաբթի օրվա մեր հավաքույթի ամեն մասնակից նույն փորձառությունն էր ունեցել։ Եկեղեցին սկսել էր աճել և կիրակի առավոտյան պաշտամունքից բացի այլ հավաքույթներ էլ ավելացրեցինք։ Եկեղեցին Քրիստոսի համար բազմաթիվ մարդիկ էր շահում և մկրտում, ինչն աննախադեպ էր նրա պատմության մեջ, և դա եկեղեցին աճեցնող ինչ-որ բանաձևի հետևանքով չէր, այլ կապված էր հավատացյալների աղոթքի կյանքի հետ։ Կինս աղոթքով ու աշակերտությամբ զրահավորում էր կանանց։ Մեր նպատակն էր կազմակերպել փոքր խմբերով աղոթքի ու աշակերտության հավաքույթներ, օգնել, որ ամեն հավատացյալ աղոթքի զուգընկեր ունենա ու զորացնի անձնական աղոթքի կյանքը։ Երբ վերածննդի քամին փչում է մի եկեղեցու կամ համայնքի ուղղությամբ, աղոթքաժողովները արթնություն են ապրում։ Մարդիկ հավաքվում են միասին Աստծո փառքը փնտրելու։ 1904-1905 թվականներին Ուելսում փորձառել են Աստծո Հոգու հրաշափառ հեղումը։ Աստծո գործածած մարդկանցից մեկը երիտասարդ քարոզիչ Էվան Ռոբերտսն էր։ Նրանց եկեղեցու սարկավագներից մեկը նրան զգուշացրել էր. «Եթե բաց թողնես աղոթքաժողովները, Սուրբ Հոգու այցելությունից դուրս կմնաս»։ Ռոբերտսը 13 տարի աղոթել էր արթնության համար, և արթնությունը եկավ, որը երկարատև ու գործուն աղոթքի հետևանք էր։ Երբեմն որևէ գործի հոգեպես մեռած լինելը ակնհայտ է, սակայն
այն բազմաթիվ հանդիսատես ու կնդիրների գնով է արվել։ Ամերիկայում մենք խոնարհվել ենք զվարճության Աստծո առջև։ Եթե մեզ անհրաժեշտ է մեծաքանակ ամբոխ, ապա դիմում ենք արհեստավարժ զվարճացնողի։ Մեր մեջ կան նույնիսկ այնպիսի երաժիշտներ և կոմիկ դերասաններ, որոնք իրենց քրիստոնյա զվարճացնող են համարում։ Նրանք կարող են շատ քրիստոնյաների համար օրհնություն լինել, բայց երբեք չեն կարող ազգացունց արթնություն առաջ բերող դառնալ։ Երբ Ռոմը այրվում էր, մի քաղաքագետ ջութակ նվագելով մեղադրում էր քրիստոնյաներին, իսկ աշխարհն այրվելիս քրիստոնյաները զվարճանում և մեղադրում են քաղաքական գործիչներին։ Մենք պետք է նկատի ունենանք, որ պատերազմը Տիրոջն է, իսկ թշնամին քաղաքագետները, հումանիստները կամ լիբերալները չեն, այլ ազգերին խաբող ճակերտների մեջ լույսի հրեշտակը։ Նրան կարող է հաղթել միայն ծնկի եկած եկեղեցին։ Երբ եկեղեցին խոնարհվում է Քրիստոսի իշխանության առջև, այդ ժամանակ մենք ավելին ենք, քան ռազմիկները։ Արևելյան Եվրոպա կատարած ճամփորդությանս ընթացքում հանդիպեցի աղոթողների։ Նրանց հաղթական կյանքն ու եկեղեցիների հոգեպես արթուն վիճակը ես վերագրեցի Քրիստոսի համար նրանց հոժարակամ չարչարանքին, սակայն Արևելյան Եվրոպայում կան շատ տեղեր, որտեղ արթնություն բնավ չեն էլ փորձառել։ Տարբերությունն Աստված է։ Հոգեպես արթուն եկեղեցիներում Աստված հավատացյալների կյանքն ու զորությունն է, բայց չէ որ Արևելյան Եվրոպայի Աստվածն Արևմտյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի Աստվածն էլ է, և որևէ տարբերություն չկա։ Նա պարզապես սպասում է, որ մենք իրեն փնտրենք։